Նա խաղաղություն էր փնտրում, բայց ընկավ ծուղակը։ Վերամիավորումը վերածվեց դաժան ներկայացման հազարավորների աչքի առաջ։ Հղի մենակ նա տեսավ, թե ինչպես իր ցավը դարձավ հանրային տեսարան։ Բայց ճշմարտությունը հաղթեց փոխեց խաղի կանոնները։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Անահիտն այդ հինգշաբթի առավոտյան արթնացավ սրտի այնպիսի ծանրությունից, որն այլս չէր կարող անտեսել։ Հղիության 6-րդ ամսում նրա մարմինը կրում էր ոչ միայն իր ներսում աճող կյանքի ծանրությունը, այլ լուր փլուզված ամուսնության հուզական բեռը։ Նա նայեց իր սենյակի սպիտակ առաստաղին, որտեղ այժմ մենակ էր ապրում, մոր տանը, երանում, զգաց, թե ինչպես են արցունքները հոսում աչքերի անկյուններից։ Եվս մտ անքուն գիշեր։ Եվս մտ օր, փորձելով ուժ գտնել այնտեղ, որտեղ կարծես թե այլս ոչինչ չէր մնացել։ Հեռախոսը թրթռաց գիշերային սեղանիկի վրա։ Անահիտը վարանեց վերցնելուց առաջ։ Վերջին ամիսներին յուրաքանչյուր ծանուցում իր հետ նոր փոթորիկ էր բերում։ Դա կարող էր լինել դաժան հաղորդագրություն Լիլիթից, այն կնոջից, ով քանդել էր իր ամուսնությունը։ Կարող էր լինել Դավիթի, իր նախկին ամուսնու հերթական պահանջը, որով նա ստիպում էր ընդունել ամուսնալուծության իր պայմանները։ Կամ կարող էր լինել, ինչպես արդեն բազմիցս պատահել էր, նոր հանրային նվաստացում սոցիալական ցանցերում, որտեղ իր անձնական կյանքը մաս-մաս մերկացվում էր։ Խորը շունչ քաշեց, բացեց էկրանը։ Դավիթն էր։ Հաղորդագրությունը տարբերվում էր վերջին շաբաթների ագրեսիվ տոնից։ Նա գրում էր, որ պետք է անձամբ խոսի իր հետ, որ մտածել է ամեն ինչի մասին, որ գուցե կարողանան քաղաքակիրթ լուծում գտնել այս ամենին։ Խոսում էր երեխայի մասին, որպես ծնողներ նորից սկսելու հնարավորության մասին, թեկուզ ոչ որպես զույգ։ Խնդրում էր, որ գնա մի հեռավոր վայր, որտեղ կկարողանան հանգիստ խոսել, հեռու քաղաքի հետաքրքրասեր հայացքներից ու դատողություններից։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Նրա մի մասը ուզում էր հավատալ։ Հուսահատորեն ուզում էր հավատալ, որ դեռ կա հնարավորություն ամեն ինչ արժանապատվորեն լուծելու, իր երեխային պաշտպանելու այն պատերազմից, որը ծավալվել էր իրենց միջ։ Բայց մյուս մասը, այն մասը, որը վերջին շաբաթներին սովորել էր անվստահ լինել, զգուշացումներ էր շշնջում, որոնք նա նախընտրեց չլսել։ Դանդաղ վեր կացավ, զգալով որովայնի ծանրությունը, գնաց դեպի խոհանոց։ Մայրը, Հրանուշը, արդեն սուրճ էր պատրաստում։ Նա ամուր կազմվածքով կին էր, ալեխառն մազերը խնամքով հավաքված խրձի մեջ, իսկ աչքերը կրում էին տասնամյակների փորձառություն։ Լինելով ընտանեկան իրավունքի մասնագետ փաստաբան, Հրանուշն իր ամբողջ կյանքը նվիրել էր խոցելի իրավիճակներում հայտնված կանանց պաշտպանությանը։ Ճակատագրի հեգնանքով այժմ սեփական դստերն էր տեսնում այդ դերում։ Բարի լույս, աղջիկս, ասաց Հրանուշը, մի բաժակ սուրճ լցնելով։ Ինչպես քնեցիր։ Անահիտը ստիպված ժպտաց։ Այնքան էլ լավ չէ, մամ։ Երեխան անընդհատ խփում է։ Հրանուշը նրան դիտեց այն թափանցող հայացքով, որը միայն մայրերն ունեն, այն հայացքով, որը տեսնում է բառերից այն կողմ։ Դու ինձնից ինչ-որ բան ես թաքցնում։ Անահիտը հոգոց հանեց։ Դավիթը գրել է։ Ուզում է խոսել։ Հրանուշի դեմքն անմիջապես փոխվեց։ Անահիտ, մենք արդեն խոսել ենք այս մասին։ Նրա հետ ցանկացած շփում պետք է լինի փաստաբանների միջոցով։ Դու չես կարող նրան վստահել, ոչ այն ամենից հետո, ինչ նա արել է։ Գիտեմ, մամ։ Բայց այս անգամ նա ուրիշ տեսակ է թվում։ Ասում է, որ ուզում է ամեն ինչ խաղաղ լուծել, երեխայի համար։ Իսկ դու հավատում ես դրան, Հրանուշը խաչեց ձեռքերը։ Այդ մարդը քեզ ամիսներով դավաճանել է, հանրայնորեն նվաստացրել, իսկ հիմա այն կնոջ հետ միասին փորձում է քանդել քո հեղինակությունը։ Նա ոչինչ լուծել չի ուզում, Անահիտ։ Նա ուզում է քեզ մանիպուլյացիայի ենթարկել։ Անահիտը զգաց, որ արցունքները նորից են գալիս։ Ես ուղղակի ուզում եմ, որ այս ամենը վերջանա, մամ։ Հոգնել եմ կռվելուց։ Հոգնել եմ ամեն օր վախով արթնանալուց, թե ինչ եմ գտնելու համացանցում։ Ուզում եմ, որ իմ երեխան խաղաղության մեջ ծնվի։ Հրանուշը մոտեցավ ամուր բռնեց դստեր ձեռքերը։ Եվ նա կծնվի խաղաղության մեջ։ Բայց դու հիմա պետք է ուժեղ լինես։ Չի կարելի տեղի տալ հուզական շանտաժին։ Դավիթը շատ լավ գիտի, թե որտեղ սեղմի, որ քեզ խոցելի դարձնի։ Անահիտը գիտեր, որ մայրը ճիշտ է։ Միշտ ճիշտ էր։
Բայց սիրտը դեռ համառորեն ելքեր էր փնտրում այնտեղ, որտեղ բանականությունն այլս ոչինչ չէր տեսնում։ Նա խոստացավ, որ ավելի լավ կմտածի, որ հապճեպ որոշումներ չի կայացնի։ Հրանուշը պետք է շուտ գնար կարևոր դատական նիստի, բայց ոչ առանց դստերից երթում վերցնելու, որ առանց իրեն տեղյակ պահելու ոչինչ չի անի։ Հենց մենակ մնաց, Անահիտը նորից նայեց հեռախոսին։ Դավիթը նոր հաղորդագրություններ էր ուղարկել։ Խոսում էր վայրի մասին, Երանի մերձակայքում գտնվող մի ամառանոց, որը պատկանում էր իր ընկերոջը, որտեղ կարող էին առանձնանալ։ Գցել էր վայրի լուսանկարները, հանգիստ միջավայր, շրջապատված կանաչով, հեռու քաղաքի քաոսից։ Ասում էր, որ Լիլիթն այնտեղ չի լինի, որ լինելու են միայն իրենք երկուսով, խոսելու են ինչպես հասուն մարդիկ, մտածելով իրենց սպասվելիք երեխայի ապագայի մասին։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Այդ երեխան պլանավորված չէր, բայց հղիության մասին իմացած պահից դարձել էր ամեն ինչի պատճառը։ Առաջ շարժվելու, ցավին դիմանալու, չհանձնվելու պատճառը։ Եթե կար թեկուզ ամենափոքր հնարավորությունը, որ այդ երեխան կարող է մեծանալ ծնողների միջ որոշակի ներդաշնակության պայմաններում, նա պետք է փորձեր։ Նույնիսկ եթե դա նշանակում էր մեկ անգամ դեմ առ դեմ կանգնել Դավիթի հետ։ Հակառակ բոլոր զգուշացումներին, որոնք արձագանքում էին մտքում, հակառակ մորը տված խոստմանը, Անահիտը որոշեց գնալ։ Հաղորդագրություն ուղարկեց, ընդունելով հանդիպումը, որը նշանակված էր երեկոյան։ Ոչ ոքի չասած։ Վախենում էր, որ եթե ասի, ինչ-որ մեկը կխանգարի։ Իսկ նա պետք է դա աներ։ Պետք է նայեր իր երեխայի հոր աչքերին, փորձեր, վերջին անգամ ելք գտնել։ Ժամերը դանդաղ էին անցնում։ Անահիտը փորձում էր շեղվել, բայց անհանգստությունը րոպե առ րոպե աճում էր։ Մի քանի անգամ հագուստը փոխեց, փնտրելով մի բան, որը նրան գոնե նվազագույն վստահություն կներշնչեր։ Ընտրեց մի պարզ զգեստ, որը հարմար էր աճող որովայնի համար, թեթ բաճկոն։ Վերցրեց պայուսակը, ստուգեց, թե արդյոք հեռախոսը լիցքավորված է, ժամը 4-ի սահմաններում դուրս եկավ տնից։ Ճանապարհը դեպի ամառանոց տեց գրեթե 1 ժամ։ Անահիտը դանդաղ էր վարում, զգալով, թե ինչպես է նյարդայնությունն աճում քաղաքից հեռանալուն զուգընթաց։ Քաղաքային բնապատկերին փոխարինելու էին գալիս ավելի դատարկ ճանապարհներ, շրջապատված բուսականությամբ։ Հեռախոսը ծանուցեց Դավիթից եկած հաղորդագրության մասին, որով նա հաստատում էր, որ արդեն այնտեղ է սպասում է իրեն։ Երբ վերջապես հասավ ամառանոցի դարպասներին, Անահիտը սարսուռ զգաց։ Վայրը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին լուսանկարներում, բայց մթնոլորտում ինչ-որ բան անհանգստացնում էր նրան։ Գուցե դա պարզապես վախն էր։ Գուցե ինտուիցիան էր փորձում գոռալ մի բան, որը նա չէր ուզում լսել։ Կայանեց մեքենան, դանդաղ իջավ։ Տան դուռը բացվեց, հայտնվեց Դավիթը։ Բարձրահասակ, լայնաթիկունք, այն ժպիտով, որը մի ժամանակ գերել էր իրեն, իսկ հիմա միայն անվստահություն էր առաջացնում։ Նա իջավ պատշգամբի աստիճաններով, քայլեց դեպի նա։ Անահիտ, ինչ լավ է, որ եկար, ասաց նա ստիպված բարեկրթությամբ։ Արի ներսում խոսենք։ Ավելի հարմար կլինի։ Նա լուր հետեց նրան, զգալով, թե ինչպես է յուրաքանչյուր քայլը նախորդից ավելի ծանր թվում։ Տուն մտնելով նկատեց, որ ամեն ինչ շատ կոկիկ է, գրեթե թատերական։ Պատրաստված սեղան, դասավորված աթոռներ, բեմադրության մթնոլորտ, որը նրան էլ ավելի անհարմար վիճակի մեջ դրեց։ Հենց այդ պահին նա քայլերի ձայն լսեց մյուս սենյակից։ Սիրտը սառեց։ Նախքան որևէ բան հարցնելը, հայտնվեց Լիլիթը։ Այն կինը, ով եղել էր սիրուհին, ով այժմ զբաղեցնում էր մի ժամանակ իրենը եղած տեղը, հայտնվեց բավարարված ժպիտով հեռախոսը ձեռքին, արդեն նկարահանելով։ Նա ինչ գործ ունի այստեղ, Անահիտը զգաց, թե ինչպես ձայնը դողաց։ Դավիթ, դու ասացիր, որ միայն մենք ենք լինելու։ Պլանները փոխվեցին, Անահիտ, սառնությամբ պատասխանեց Լիլիթը։ Մենք որոշեցինք, որ ավելի լավ է վկաներ ունենալ։ Եվ քանի որ դու այնքան սիրում ես հանրային սկանդալներ սարքել, մտածեցի, որ արդար կլինի այս պահը բոլորի հետ կիսել։ Անահիտը շատ ուշ հասկացավ, թե ինչ է կատարվում։ Լիլիթն ամեն ինչ ուղիղ եթերով հեռարձակում էր սոցիալական ցանցերով։ Դա խոսակցություն չէր։ Դա ծուղակ էր։ Դավիթը խաչեց ձեռքերը, նրա դեմքի արտահայտությունը լիովին փոխվեց։ Բարեկրթությունն անհետացավ, փոխարինվելով կոշտ, հաշվարկված արտահայտությամբ։ Դու իրոք կարծում էիր, թե ես ուզում էի հաշտվել, Անահիտ։ Այն ամենից հետո, ինչ դու արեցիր։
Ինձ մասին ստեր տարածելուց, ինձ չարագործի տեղ դնելուց հետո։ Ես երբեք ստեր չեմ տարածել, Անահիտը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Ես միայն ճշմարտությունն եմ ասել։ Դու ինձ դավաճանեցիր։ Դու քանդեցիր մեր ընտանիքը։ Մեր ընտանիքը, Լիլիթը սարկաստիկ ծիծաղեց, հեռախոսը մոտեցնելով Անահիտի դեմքին։ Դու քանդեցիր քո սեփական ընտանիքը քո դրամաներով, քո մեղադրանքներով, զոհի դերում լինելու քո մշտական կարիքով։ Դավիթն ավելի լավին էր արժանի։ Եվ հիմա բոլորը կտեսնեն, թե դու իրականում ով ես։ Անահիտը հուսահատ նայեց շուրջը, ելք փնտրելով։ Բայց Դավիթը փակել էր գլխավոր դուռը, իսկ Լիլիթը շարունակում էր նկարահանել, պատմելով հազարավոր դիտողներին, խեղաթյուրելով յուրաքանչյուր բառ, զոհին մեղավորի վերածելով։ Նայեք նրան, ժողովուրդ, Լիլիթը ծաղրական տոնով խոսում էր տեսախցիկի հետ։ Խեղճ հղի կինը, որը սիրում է տուժածի դեր խաղալ։ Բայց ճշմարտությունն այն է, որ նա միշտ եղել է մանիպուլյատոր, խանդոտ, անկայուն։ Դավիթը փորձել է փրկել այս ամուսնությունը, բայց նա չի ցանկացել։ Եվ հիմա ուզում է քանդել նրա կյանքը, զուտ վրեժխնդրությունից ելնելով։ Դա ճիշտ չէ, Անահիտը զգաց, որ արցունքները հոսում են։ Դուք ստում եք։ Ամեն ինչ խեղաթյուրում եք։ Դավիթը մոտեցավ սառը հայացքով։ Գիտես որն է խնդիրը, Անահիտ։ Դու միշտ հավատացել ես, որ յուրահատուկ ես, որ ամեն ինչի արժանի ես։ Բայց ճշմարտությունն այն է, որ դու սովորական ես։ Եվ թույլ։ Եվ հիմա բոլորը դա կտեսնեն։ Անահիտը փորձեց շարժվել, բայց ուժեղ գլխապտույտ զգաց։ Ճնշումը բարձրանում էր, մարմինն արձագանքում էր ծայրահեղ սթրեսին։ Պետք է դուրս գար այնտեղից, բայց չէր կարողանում պարզ մտածել։ Ամեն ինչ թվում էր մի մղձավանջ, որից չէր կարողանում արթնանալ։ Լիլիթը շարունակում էր հեռարձակումը, էկրանին մեկնաբանությունները հազարներով բազմանում էին։ Ոմանք պաշտպանում էին Անահիտին, խնդրելով, որ ինչ-որ մեկը օգնություն կանչի։ Մյուսները հավատում էին այն պատմությանը, որը կառուցվում էր այնտեղ, մեղադրելով նրան հիստերիկ, ստախոս, վրեժխնդիր լինելու մեջ։ Հանրային կարծիքը բաժանվում էր, մինչ Անահիտը զգում էր, թե ինչպես է իր աշխարհը փլուզվում։ Դավիթն սկսեց ավելի ու ավելի լուրջ մեղադրանքներ հնչեցնել։ Ասում էր, որ նա անպատասխանատու մայր է, որ հոգեբանական վիճակ չունի այդ երեխային մեծացնելու համար, որ ինքը դատարանում պայքարելու է ամբողջական խնամակալություն ստանալու համար։ Սպառնում էր օգտագործել այդ ամբողջ հեռարձակումը որպես ապացույց իր դեմ, ցույց տալ դատավորին, որ Անահիտն անկայուն է, վտանգավոր, անկարող։ Դու իմ երեխային ինձնից չես խլի, կարողացավ ասել Անահիտը, թե ձայնը խեղդվում էր։ Դու այդ իրավունքը չունես։ Ես բոլոր իրավունքներն ունեմ, դաժան վստահությամբ պատասխանեց Դավիթը։ Ես փող ունեմ, ազդեցություն ունեմ, հիանալի փաստաբաններ ունեմ։ Եվ հիմա ապացույցներ ունեմ, որ դու անհավասարակշիռ մարդ ես։ Նայիր քեզ։ Նայիր, թե ինչպես ես քեզ պահում։ Ոչ մի դատավոր քեզ խնամակալություն չի տա։ Անահիտի ոտքերը ծալվեցին։ Նա ծնկի իջավ հատակին, ձեռքերով բնազդաբար պաշտպանելով որովայնը։ Հուզական ցավը դարձել էր ֆիզիկական։ Ամբողջ մարմինը դողում էր, սիրտը արագ բաբախում, շնչառությունը կտրտված։ Լիլիթն էլ ավելի մոտեցրեց հեռախոսը, ֆիքսելով այդ նվաստացման յուրաքանչյուր վայրկյանը։ Բայց էկրանի մյուս կողմում, Երանի մի անկյունում, ինչ-որ մեկը բացարձակ ցնցման մեջ դիտում էր այդ ամենը։ Հրանուշը շուտ էր վերադարձել դատական նիստից, հյուրասենյակով անցնելիս տեսել էր դստեր հեռախոսը բազմոցի վրա, դեռ բաց, ուղիղ եթերի ծանուցմամբ։ Երբ նա հպվեց էկրանին տեսավ, թե ինչ է կատարվում, աշխարհը կանգ առավ։ Նա անմիջապես ճանաչեց տեսարանը։ Տարիներ առաջ աշխատել էր մի գործի վրա, որը կապված էր հենց այդ ամառանոցի հետ։ Ճշգրիտ գիտեր, թե որտեղ է այն գտնվում։ Եվ առանց մի վայրկյան վարանելու, վերցրեց մեքենայի բանալիները, հեռախոսը դուրս վազեց։ Մայրուղով մեծ արագությամբ ընթանալիս հրանուշն արդեն կապվում էր իշխանությունների հետ։ Բացատրում էր իրավիճակը, օգնություն էր խնդրում, բայց գիտեր, որ չի կարող սպասել։ Պետք է հասներ դստեր մոտ, քանի դեռ ուշ չէ։ Յուրաքանչյուր րոպեն հաշվված էր։ Ամառանոցում Անահիտը սահմանագծին էր։ Ճնշումը վտանգավոր կերպով բարձրացել էր, նա սուր ցավեր էր զգում որովայնում։ Երեխան։ Պետք է պաշտպաներ երեխային։ Բայց ուժ չուներ ոտքի կանգնելու։
Դավիթն ու Լիլիթը շարունակում էին իրենց ներկայացումը, կառուցելով կատարյալ պատմություն տեսախցիկի համար, ամեն ինչ վերածելով նրա, ինչ ուզում էին, որ տեսնվեր։ Հենց այդ պահին դրսից ծանոթ ձայն լսվեց։ Ամուր, հեղինակավոր, զսպված զայրույթով լի ձայն։ Անահիտ, որտե՞ղ ես։ Հրանուշը հասել էր։ Եվ նրա հետ միասին ամբողջ ճշմարտությունը պատրաստվում էր բացահայտվել։ Այն ներկայացումը, որը Դավիթն ու Լիլիթը ստեղծել էին, պատրաստվում էր շրջվել իրենց դեմ այնպես, ինչպես երբեք չէին պատկերացրել։ Եվ Անահիտը, թեկուզ թուլացած, թեկուզ կոտրված, դեռ փրկվելու հնարավորություն ուներ։ Որովհետև նա իրականում երբեք մենակ չի եղել։ Հիմա պատմեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Հրանուշի ձայնը սուր շեղբի պես կտրեց օդը։ Դավիթն ու Լիլիթը իրար նայեցին, առաջին անգամ, երբ այդ ծուղակը լարվել էր, վախն անցավ նրանց դեմքերով։ Լիլիթը բնազդաբար հեռախոսի տեսախցիկն ուղղեց դեպի իրեն, փորձելով պահպանել հանգստությունը դիտողների առաջ։ Բայց ձեռքերը թեթակի դողում էին։ Կարծես թե մեկ հյուր ունենք, ասաց Լիլիթը, ստիպված ժպտալով հեռարձակմանը։ Գերոքատար մայրիկը եկել է պաշտպանելու իր փոքրիկ աղջկան։ Հրանուշը ուժով հրեց դուռը ներս մտավ։ Նրա աչքերն անմիջապես գտան Անահիտին, հատակին, գունատ, դողացող, ձեռքերը որովայնին։ Այն զայրույթը, որ նա զգաց այդ պահին, այնքան ուժեղ էր, որ ստիպված էր խորը շունչ քաշել, վերահսկողությունը չկորցնելու համար։ Բայց Հրանուշը այն կանանցից չէր, որոնք գործում են զգացմունքների թելադրանքով։ Նա ռազմավար էր։ Եվ ճշգրիտ գիտեր, թե ինչ անել։ Անահիտ, աղջիկս, լավ ես, Հրանուշը ծնկի իջավ դստեր կողքին, լիովին անտեսելով Դավիթին ու Լիլիթին։ Կարող ես ոտքի կանգնել։ Մամ, տկար ձայնով մրմնջաց Անահիտը։ Ցավում եմ։ Երեխան։ Հրանուշն անմիջապես հանեց իր հեռախոսը, զանգահարեց շտապօգնություն, տալով ճշգրիտ հասցեն։ Նրա ձայնը հաստատուն էր, պրոֆեսիոնալ, բայց աչքերը մատնում էին դստեր տառապանքը տեսնող մոր տագնապը։ Օպերատորի հետ խոսելիս նա հայացքը բարձրացրեց դեպի Դավիթն ու Լիլիթը։ Դուք երկուսդ, ասաց նա սարսափելի հանգստությամբ, չփորձեք անգամ այստեղից հեռանալ։ Ոստիկանությունն արդեն տեղեկացված է։ Եվ այն ամենը, ինչ դուք արեցիք վերջին 30 րոպեի ընթացքում, ձայնագրվում է կօգտագործվի որպես ապացույց։ Լիլիթը նյարդային ծիծաղեց։ Մենք ոչ մի անօրինական բան չենք արել, Հրանուշ։ Մենք ուղղակի խոսում ենք։ Իսկ հեռարձակումը։ Դե, դա մեր իրավունքն է։ Խոսքի ազատություն։ Հրանուշը դանդաղ ոտքի կանգնեց, հարգանք ներշնչող արժանապատվությամբ։ Խոսում եք։ Դուք հղի կնոջը կեղծ պատրվակով գայթակղել եք մեկուսացված վայր, նրան ենթարկել եք ծայրահեղ հոգեբանական ճնշման, հանրայնորեն հեռարձակվող կեղծ մեղադրանքներ եք հնչեցրել, սպառնացել եք խլել նրա երեխայի խնամակալությունը։ Հիմա նա գտնվում է հղիության համար վտանգավոր իրավիճակում։ Դա քրեական օրենսգրքում անուն ունի։ Իրականում, մի քանի անուն։ Դավիթի դեմքը կոշտացավ։ Դու ինչպես միշտ չափազանցնում ես։ Անահիտը եկել է, որովհետև ինքն է ուզեցել։ Ոչ ոք նրան չի ստիպել։ Նա եկել է, որովհետև դու ստեցիր, Հրանուշը մի քայլ արեց դեպի նա։ Ասացիր, որ ուզում եք քաղաքակիրթ խոսել։ Իսկ ինչ արեցիք։ Հանրային նվաստացման ներկայացում սարքեցիք։ Բայց խաղը հիմա փոխվել է, Դավիթ։ Որովհետև ես ճշգրիտ գիտեմ, թե ով ես դու, ով է քո հայրը։ Գիտեմ ձեր ունեցած կապերի, խնդիրները լրացնելու համար օգտագործվող փողերի մասին։ Եվ մի բան երաշխավորում եմ, այս անգամ դա չի ստացվի։ Լիլիթը, հասկանալով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, փորձեց դադարեցնել հեռարձակումը, բայց Հրանուշն ավելի արագ գործեց։ Մի անջատիր դա, հրամայեց նա։ Թող բոլորը տեսնեն, թե ինչ է լինում, երբ ճշմարտությունը հայտնվում է։ Դուք հանդիսատես էիք ուզում։ Դե հիմա ստիպված կլինեք դիմակայել հետանքներին։ Հեռարձակումը շարունակվում էր։ Մեկնաբանությունները պայթում էին էկրանին։ Հազարավոր մարդիկ այժմ տեսնում էին, թե ինչպես է Հրանուշը դիմակայում երկուսին, տեսնում էին Անահիտին հատակին, տառապանքի մեջ, տեսնում էին իրավիճակի լիակատար փոփոխությունը։ Նրանք, ովքեր հավատացել էին Դավիթի ու Լիլիթի պատմությանը, սկսում էին կասկածել։ Օգնության կանչերն ավելանում էին։ Արտակարգ իրավիճակների համարներ էին տարածվում։ Հանրային կարծիքը սկսում էր շրջվել։
Անահիտը ցավի մեկ այլ ալիք զգաց թույլ տնքաց։ Հրանուշն անմիջապես վերադարձավ նրա մոտ, ամուր բռնելով ձեռքը։ Դիմացիր, աղջիկս։ Շտապօգնությունն արդեն գալիս է։ Դու լավ կլինես։ Քո երեխան լավ կլինի։ Ես չպետք է գայի, լաց էր լինում Անահիտը։ Դու ճիշտ էիր։ Ես այնքան հիմար էի։ Դու հիմար չէիր։ Դու մարդ էիր։ Դու ուզում էիր հավատալ լավագույնին։ Բայց հիմա վերջ։ Ես այլս երբեք թույլ չեմ տա, որ քեզ հետ այսպես վարվեն։ Դրսում սկսեց հնչել շտապօգնության, իսկ հետո նա ոստիկանական մեքենաների ազդանշանը։ Դավիթն ու Լիլիթը հասկացան, որ իրավիճակը հասել է անդառնալի կետի։ Լիլիթը վերջապես անջատեց հեռարձակումը, բայց արդեն ուշ էր։ Հարյուրավոր մարդիկ արդեն ձայնագրել տարածել էին հատվածներ։ Համացանցը չի մոռանում։ Եվ ապացույցն այնտեղ էր, պարզ անհերքելի։ Բուժաշխատողները արագ ներս մտան զննեցին Անահիտին։ Նրա ճնշումը վտանգավոր բարձր էր, կային պտղի տառապանքի նշաններ։ Պետք է անհապաղ նրան հիվանդանոց տեղափոխեին։ Հրանուշը դստեր հետ բարձրացավ շտապօգնության մեքենան, բայց մեկնելուց առաջ նայեց Դավիթի աչքերին այնպիսի ուշքնությամբ, որ նա մի քայլ հետ գնաց։ Դու պատերազմ էիր ուզում։ Դե հիմա ունես։ Բայց ոչ թե իմ դստեր դեմ։ Իմ դեմ։ Եվ ի տարբերություն նրա, ես այլս կորցնելու ոչինչ չունեմ։ Շտապօգնության մեքենան մեծ արագությամբ հեռացավ, մինչ ոստիկանները սկսեցին հարցեր տալ Դավիթին ու Լիլիթին։ Սկզբում նրանք փորձում էին պահպանել հանգստությունը, բացատրելով, որ դա ընդամենը վերահսկողությունից դուրս եկած խոսակցություն էր, որ Անահիտն անկայուն է, որ իր կամքով է այնտեղ եկել։ Բայց ոստիկաններն արդեն տեղեկացված էին դեպքի բնույթի մասին։ Եվ երբ տեսան սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերը, խոսակցության տոնը լիովին փոխվեց։ Հիվանդանոցում Անահիտին անմիջապես հետազոտությունների տարան։ Բժիշկներն արագ աշխատում էին, վերահսկելով երեխային, կարգավորելով ճնշումը, փորձելով կայունացնել նրա վիճակը։ Հրանուշը մնաց սպասասրահում, հեռախոսը ձեռքին, արդեն կազմակերպելով իր ռազմավարությունը։ Զանգահարեց իր ճանաչած լավագույն փաստաբաններին, բացատրեց իրավիճակը, խնդրեց սկսել հավաքել բոլոր ապացույցները։ Ուղիղ եթերը, մեկնաբանությունները, սպառնալիքները։ Ամեն ինչ պետք է փաստաթղթավորվեր։ Ժամեր անցան։ Գիշերն իջավ Երանի վրա, բայց Հրանուշի համար ժամանակը կարծես կանգ էր առել։ Յուրաքանչյուր րոպեն, որ բժիշկները լուր չէին տալիս, հավերժություն էր թվում։ Վերջապես, մի բժշկուհի դուրս եկավ հետազոտությունների սենյակից, քայլեց դեպի նա։ Տիկին Հրանուշ, բժշկուհին լուրջ, բայց ոչ տագնապալի արտահայտություն ուներ։ Ձեր դուստրը հիմա կայուն վիճակում է։ Կարողացանք կարգավորել ճնշումը, երեխան լավ է։ Բայց նա ծանր հուզական տրավմա է տարել։ Նրան անհրաժեշտ կլինի բացարձակ հանգիստ հոգեբանական աջակցություն։ Ցանկացած նոր սթրես կարող է նորից վտանգի տակ դնել հղիությունը։ Հրանուշը փակեց աչքերը, թույլ տալով, որ թեթացման խորը հոգոցը դուրս գա։ Կարող եմ տեսնել նրան։ Այո, բայց ընդամենը մի քանի րոպեով։ Նա պետք է հանգստանա։ Անահիտը բարկած էր հիվանդանոցի մահճակալին, թին կաթիլային, իսկ որովայնին մոնիտորներ։ Նա փոքրիկ, փխրուն էր թվում, լիովին տարբեր այն կենսուրախ երիտասարդ կնոջից, որը ժամանակին եղել էր։ Երբ տեսավ մորը ներս մտնելիս, աչքերը նորից լցվեցին արցունքներով։ Ներողություն, մամ։ Հրանուշը մոտեցավ, քնքշորեն բռնեց դստեր ձեռքը։ Դու ներողություն խնդրելու ոչինչ չունես։ Այս ամենում քո մեղքը չկա։ Եվ հիմա մենք ամեն ինչ կկարգավորենք։ Ճիշտ ձով։ Բայց ինչ կլինի, եթե նրանք կարողանան իմ երեխային ինձնից խլել, դողում էր Անահիտը։ Դավիթն ասաց, որ փաստաբաններ ունի, փող ունի, ազդեցություն ունի։ Իսկ ես 25 տարվա փորձ ունեմ, պաշտպանելով ճիշտ քո նման իրավիճակներում հայտնված կանանց, վստահ։ Պատասխանեց Հրանուշը։ Ես գիտեմ օրենքի յուրաքանչյուր բացթողում։ Ճանաչում եմ այս քաղաքի յուրաքանչյուր դատավորի, դատախազի, հանրային պաշտպանի։ Եվ ամենակարևորը, հիմա մենք ապացույցներ ունենք։ Հանրային ապացույցներ, որոնք նա ինքն է ստեղծել, այդ ամենը ուղիղ եթերով հեռարձակելով։ Անահիտը հոգնած փակեց աչքերը։ Ես ուղղակի ուզում եմ, որ այս ամենը վերջանա։ Եվ կվերջանա։
Բայց մեր ձով։ Արդար ձով։ Հրանուշս մի քանի րոպե մնաց, մինչ Անահիտը քնեց, հաղթահարված հոգնածությունից իրեն տված դեղերից։ Երբ դուրս եկավ հիվանդասենյակից, անմիջապես վերադարձավ մարտական ռեժիմի։ Զանգահարեց իր փաստաբանների թիմին, հաջորդ առավոտյան հանդիպում նշանակեց։ Պետք է արագ գործեին։ Մինչդեռ, քաղաքի մեկ այլ անկյունում, Դավիթն ու Լիլիթը դիմակայում էին իրենց արարքների հետանքներին։ Ոստիկանությունը նրանց տարել էր ցուցմունք տալու։ Նրանց չէին ձերբակալել, բայց գիտեին, որ դա ընդամենը ժամանակի հարց է։ Սոցիալական ցանցերն ամբողջությամբ շրջվել էին նրանց դեմ։ Հեռարձակման տեսանյութերը շրջանառվում էին կործանարար մակագրություններով։ Մարդիկ, ովքեր ճանաչում էին Դավիթին, սկսում էին արտահայտվել, պատմելով նախկին բռնարարական վարքի մասին պատմություններ։ Այն հեղինակությունը, որով նա այնքան հպարտանում էր, ոչնչանում էր իրական ժամանակում։ Լիլիթը, մասնավորապես, խուճապի մեջ էր։ Նա չէր կանխատեսել, որ ամեն ինչ այսքան հեռու կգնա։ Մտածում էր, որ դա ընդամենը Անահիտին նվաստացնելու միջոց կլինի, աշխարհին ցույց տալու, որ ինքն է նոր կինը Դավիթի կյանքում, այդ պայքարի հաղթողը։ Բայց հիմա նրա անունը կապված էր շատ ավելի լուրջ բանի հետ։ Նրան անվանում էին հանցակից, դաժան, անմարդկային։ Մարդիկ պարզել էին, թե որտեղ է նա աշխատում, սկսել էին հաղորդագրություններ ուղարկել ընկերությանը, պահանջելով նրա աշխատանքից ազատումը։ Սեփական ընտանիքն էր զանգահարել, ամոթահար, բացատրություններ պահանջելով։ Դավիթը փորձում էր հանգստություն պահպանել, բայց ներսում նույնպես զգում էր վախի աճը։ Հայրը, ազդեցիկ գործարար, արդեն զանգահարել էր, զայրացած, ասելով, որ չի պատրաստվում օգտագործել իր կապերը, այդ խառնաշփոթը մաքրելու համար։ Կյանքում առաջին անգամ Դավիթը մենակ էր։ Եվ դա նրան սարսափեցնում էր։ Հաջորդ առավոտյան Հրանուշը հավաքեց իր փաստաբանների թիմը գրասենյակում։ Նրանք 5 մասնագետ էին, յուրաքանչյուրն իր փորձառությամբ։ Սկսեցին կազմել գործը։ Հավաքեցին հեռարձակման բոլոր տեսանյութերը, մեկնաբանությունների սկրինշոթերը, Անահիտի Դավիթի միջ վերջին ամիսների հաղորդագրությունները, նրա վարքի ականատեսների ցուցմունքները։ Դա ապացույցների զինանոց էր։ Մենք միաժամանակ 3 հայց ենք ներկայացնելու, բացատրեց Հրանուշը, մատնացույց անելով սեղանին սփռված փաստաթղթերը։ Առաջին անհապաղ պաշտպանական միջոց, արգելելով Դավիթի ցանկացած շփում Անահիտի հետ մինչ երեխայի ծնունդը։ Երկրորդ, բարոյական վնասի փոխհատուցման հայց, հանրային նվաստացման համար։ Երրորդ, քրեական գործ, սպառնալիքի, հարկադրանքի նվաստացուցիչ վերաբերմունքի համար։ Փաստաբաններից մեկը, Պողոս անունով, միջին տարիքի տղամարդ, տասնամյակների դատական փորձով, տպավորված գլխով արեց։ Հրանուշ, դու գիտես, որ նրա փաստաբանը կփորձի պնդել, թե դա ընդամենը թեժ վիճաբանություն էր, որ հանցագործություն չի եղել։ Այդ դեպքում մենք դատավորին ցույց կտանք, թե կոնկրետ ինչ էր այդ խոսակցությունը, պատասխանեց Հրանուշը, վճռականությունից փայլող աչքերով։ Մենք կպահանջենք, որ այդ հեռարձակման յուրաքանչյուր վայրկյանը վերլուծվի։ Կբերենք հոգեբան փորձագետների, բացատրելու այդ տեսակի բռնության ազդեցությունը։ Եվ կերաշխավորենք, որ Անահիտն ունենա բոլոր անհրաժեշտ պաշտպանությունը։ Թիմն աշխատեց ժամեր շարունակ, պատրաստելով յուրաքանչյուր մանրուք։ Երբ վերջապես ավարտեցին, արդեն երեկո էր։ Հրանուշը վերադարձավ հիվանդանոց, տեսնելու, թե ինչպես է Անահիտը։ Գտավ դստերը արթուն, մահճակալին նստած, պատուհանից դուրս նայելիս։ Ինչպես ես քեզ զգում, հարցրեց Հրանուշը, նստելով մահճակալի կողքի աթոռին։ Ավելի լավ։ Գոնե ֆիզիկապես, պատասխանեց Անահիտը։ Բայց չեմ կարողանում դադարել մտածել այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ։ Այն բաները, որ նա ասաց։ Այն ձը, որով նա ինձ նայեց։ Կարծես ես նրա համար ոչինչ լինեի։ Հրանուշը բռնեց դստեր ձեռքը։ Դու երբեք նրա համար ոչինչ չես եղել, Անահիտ։ Դու միշտ ամեն ինչ ես եղել։ Եվ հենց դրա համար էլ նա փորձեց քեզ ոչնչացնել։ Որովհետև նրա նման տղամարդիկ չեն հանդուրժում ուժեղ կանանց։ Չեն հանդուրժում, երբ կորցնում են վերահսկողությունը։ Բայց ես ինձ ուժեղ չեմ զգում, մամ։ Ես ինձ կոտրված եմ զգում։ Կոտրված լինելը ոչնչացված լինել չէ, մեղմ ասաց Հրանուշը։ Կոտրվածը դեռ կարելի է վերականգնել։ Եվ մենք հենց դա էլ անելու ենք։ Միասին։ Անահիտը նայեց մորը, շաբաթներ անց առաջին անգամ հույսի շող զգաց։ Գուցե իրոք ճանապարհ կար։
Գուցե օգնությամբ ժամանակի ընթացքում արդարությամբ նա կարողանար վերականգնվել այդ ամենից։ Հաջորդ օրերին խաղի քարերը սկսեցին շարժվել։ Հայցերը ներկայացվեցին դատարան։ Պաշտպանական միջոցն անմիջապես տրամադրվեց։ Դավիթը ծանուցվեց, որ չի կարող մոտենալ Անահիտին ձերբակալության սպառնալիքի տակ։ Լիլիթը նույնպես ծանուցումներ ստացավ։ Լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել գործը։ Լրագրողները հարցազրույցներ էին խնդրում։ Հեռուստահաղորդումները ցանկանում էին պատմել պատմությունը։ Հրանուշը պաշտպանեց Անահիտին այդ ողջ ուշադրությունից։ Ոչ մի հարցազրույց չտրվեց։ Ոչ մի հանրային հայտարարություն չարվեց։ Ռազմավարությունը պարզ էր, թողնել, որ ապացույցներն իրենք խոսեն։ Եվ դրանք բարձր էին խոսում։ Անահիտը դուրս գրվեց հիվանդանոցից, բայց բժշկի խորհրդով, բացարձակ հանգստի պայմանով։ Սկսեց ապրել Հրանուշի տան իր սենյակում փակված, փորձելով վերականգնվել ֆիզիկապես հուզականորեն։ Հոգեբանը սկսեց այցելել նրան շաբաթը 3 անգամ։ Աստիճանաբար Անահիտը սկսում էր վերամշակել տրավման, հասկանալ, որ այդ ամենում իր մեղքը չկար, որ ինքը մանիպուլյացիայի հոգեբանական բռնության զոհ էր դարձել։ Բայց դատական պայքարը նոր էր սկսվում։ Եվ Դավիթը պատրաստ չէր հեշտությամբ ընդունել պարտությունը։ Նրա պաշտպանությունը սկսեց աշխատել հակահարձակման վրա։ Նրանք պնդում էին, որ Անահիտն անկայուն է, որ ինքն է հրահրել այդ ամբողջ իրավիճակը, որ մանիպուլյատիվ մտադրություններով է գնացել ամառանոց։ Փորձում էին շրջել խաղը, նրան դարձնել պատմության չարագործը։ Հրանուշը գիտեր, որ դա տեղի կունենա։ Նա պատրաստ էր։ Եվ երբ եկավ առաջին դատական նիստի օրը, նա պատրաստ էր ցույց տալ, որ ճշմարտությունը միշտ հաղթելու ճանապարհ է գտնում։ Նույնիսկ երբ ճանապարհը երկար է։ Նույնիսկ երբ թվում է անհնար։ Արդարադատությունը, թեկուզ դանդաղ, սկսում էր շարժվել։ Եվ Անահիտը, թեկուզ թուլացած, թեկուզ վախեցած, սկսում էր հավատալ, որ գուցե, միայն գուցե, լույս կա այդ մութ թունելի վերջում։ Այդ ուրբաթ առավոտյան Երանի դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր։ Անահիտը զգում էր, թե ինչպես է սիրտը արագ բաբախում, երբ Հրանուշի կողքին քայլում էր մարդաշատ միջանցքներով։ Նրա 7 ամսական որովայնը յուրաքանչյուր քայլն ավելի դժվար էր դարձնում, բայց նա հրաժարվում էր թուլություն ցույց տալ։ Ոչ այնտեղ։ Ոչ այդ պահին։ Դավիթը ներկա էր լինելու։ Եվ նա պետք է ցույց տար, որ, չնայած ամեն ինչին, դեռ ոտքի վրա է։ Դահլիճ մտնելով Անահիտը տեսավ Դավիթին, նստած մյուս կողմում, իր փաստաբանների կողքին։ Նա անթերի կոստյում էր հագել, մազերը հետ սանրած, հարգարժան մարդու կատարյալ կերպար։ Երբ նրանց հայացքները խաչվեցին, նա հայացքը չփախցրեց։ Այդ հայացքում մարտահրավեր կար։ Մի ամբարտավանություն, որը դեռ չէր կոտրվել։ Լիլիթը ներկա չէր, նրա փաստաբանը խնդրել էր, որ նա չհայտնվի, իրավիճակը չվատթարացնելու համար։ Դատավորը ներս մտավ, մոտ 50 տարեկան մի կին, լուրջ արտահայտությամբ ուշադիր հայացքով։ Դատավոր Մարթա Ավետիսյանը հայտնի էր իր անաչառությամբ իր դահլիճում մանիպուլյացիաներ չհանդուրժելով։ Հրանուշը գիտեր նրա համբավը վստահ էր, որ այստեղ արդար դատավարություն կունենան։ Կարող ենք սկսել, հայտարարեց դատավորը, թերթելով իր առջ դրված փաստաթղթերը։ Ես ուսումնասիրում եմ անհապաղ պաշտպանական միջոցի խնդրանքը երկու կողմերի պնդումները։ Նախ կցանկանայի լսել պարոն Դավիթ Վարդանյանի պաշտպանությանը։ Դավիթի փաստաբանը ոտքի կանգնեց, բարձրահասակ, խորը ձայնով վստահ կեցվածքով տղամարդ։ Հարգելի դատավոր, իմ պաշտպանյալը հարգված գործարար է, նվիրված հայր քաղաքացի, առանց որեդատվածության։ Այն, ինչ տեղի է ունեցել տվյալ օրը, եղել է բարդ հղիության հուզական ֆոնի վրա սրված թյուրիմացություն։ Իմ պաշտպանյալն ընդամենը փորձել է խոսել իր երեխայի մոր հետ, հայրության հետ կապված գործնական հարցերի շուրջ։ Հրանուշը գրի էր առնում յուրաքանչյուր բառ, անսասան արտահայտությամբ։ Տիկին Անահիտը ներկայացել է այդ վայր իր սեփական կամքով, շարունակեց փաստաբանը։ Ոչ մի հարկադրանք, ոչ մի սպառնալիք չի եղել։ Եղել է թեժ վիճաբանություն, ինչպես լինում է ցանկացած բաժանման դեպքում, հատկապես, երբ երեխա կա։ Ուղիղ եթերը սկսվել է որպես խոսակցությունը փաստագրելու միջոց, ոչ թե մերկացնելու կամ նվաստացնելու։ Դատավորը նրան ընդհատեց։ Փաստագրելու ո՞մ համար։ Սոցիալական ցանցերի հազարավոր մարդկանց համար։ Փաստաբանը մի վայրկյան վարանեց։ Մենք ապրում ենք թվային դարաշրջանում, հարգելի դատավոր։ Մարդիկ հանրայնորեն փաստագրում են իրենց կյանքը։
Դրանում հանցագործություն չկա։ Մենք կշարունակենք ուսումնասիրել այդ հարցը, չոր պատասխանեց դատավորը։ Այժմ կցանկանայի լսել մյուս կողմին։ Հրանուշը նրբագեղությամբ ոտքի կանգնեց։ Հարգելի դատավոր, ես այստեղ բերել եմ ոչ միայն պնդումներ, այլ կոնկրետ ապացույցներ։ Ես ունեմ ուղիղ եթերի ամբողջական տեսանյութը, որտեղ հնարավոր է հստակ տեսնել լսել պարոն Դավիթ Վարդանյանի կողմից իմ դստեր հասցեին հնչեցված սպառնալիքները։ Երեխայի խնամակալությունը խլելու, նրան դատական կարգով ոչնչացնելու, իր ֆինանսական հզորությունը նրան ջնջելու համար օգտագործելու սպառնալիքներ։ Բացի այդ, առցանց վկաները հարյուրավոր մարդիկ հայտնել են, որ ականատես են եղել հոգեբանական հարկադրանքի հանրային նվաստացման։ Դատավորը գլխով արեց։ Ես կպահանջեմ տեսանյութի ցուցադրումը։ Դահլիճ բերվեց հեռուստացույց։ Տեսանյութը սկսեց ցուցադրվել։ Անահիտը փակեց աչքերը։ Չէր ուզում վերապրել այդ պահը։ Բայց Դավիթի Լիլիթի ձայները արձագանքում էին դահլիճում, յուրաքանչյուր բառը լի դաժանությամբ։ Երբ տեսանյութը հասավ այն մասին, որտեղ Դավիթն ասում էր, թե իշխանություն ունի իրենց երեխային խլելու, դատավորը նշան արեց դադարեցնելու։ Պարոն Դավիթ, դատավորը շրջվեց դեպի նա։ Դուք հաստատում եք, որ արտասանել եք այդ բառերը։ Փաստաբանը փորձեց միջամտել, բայց Դավիթը նրան կանգնեցրեց։ Այո, արտասանել եմ։ Բայց նյարդային էի, վերահսկողությունից դուրս։ Դա իրական սպառնալիք չէր։ Իրական սպառնալիք չէր, դատավորը հոնքը բարձրացրեց։ Դուք բառացիորեն ասել եք, որ պատրաստվում եք օգտագործել ձեր փողն ու ազդեցությունը, երեխայի ամբողջական խնամակալությունը երաշխավորելու մորը ոչնչով թողնելու համար։ Ինչպես դա սպառնալիք չէ։ Դավիթը կուլ տվեց թուքը։ Դա անհաջող արտահայտություն էր, հարգելի դատավոր։ Զղջում եմ։ Տեսանյութը շարունակվեց։ Յուրաքանչյուր անցնող րոպեն Դավիթի իրավիճակն ավելի անկայուն էր դարձնում։ Տեսախցիկները ֆիքսել էին ամեն ինչ՝ ագրեսիվ ձայնի տոնը, ահաբեկող կեցվածքը, Լիլիթին, որը նկարահանում էր Անահիտին խոցելի վիճակում նվաստացուցիչ մեկնաբանություններ անում։ Երբ տեսանյութը վերջապես ավարտվեց, ծանր լռություն տիրեց դահլիճում։ Դատավորը խորը շունչ քաշեց։ Ես բավարարում եմ պաշտպանական միջոցի խնդրանքը։ Պարոն Դավիթ Վարդանյանին արգելվում է մոտենալ տիկին Անահիտին 200 մետրից ավելի մոտ, ցանկացած ուղղակի կամ անուղղակի կապ հաստատել նրա մասին որևէ բովանդակություն հրապարակել սոցիալական ցանցերում։ Ցանկացած խախտում կհանգեցնի անհապաղ ձերբակալության։ Բացի այդ, հանձնարարում եմ հետաքննություն սկսել հնարավոր սպառնալիքի անօրինական նվաստացման հանցագործությունը քննելու համար։ Դավիթի փաստաբանը փորձեց բողոքել, բայց դատավորն արդեն մուրճով հարվածել էր։ Որոշումը կայացված էր։ Դահլիճից դուրս գալիս Անահիտը թեթացման հոգնածության խառնուրդ զգաց։ Հաղթել էր այդ ճակատամարտում, բայց պատերազմը դեռ հեռու էր ավարտից։ Դու շատ լավ պահեցիր քեզ, ասաց Հրանուշը, գրկելով դստերը։ Հիմա գնանք տուն։ Դու պետք է հանգստանաս։ Բայց երբ հասան կայանատեղի, անսպասելի բանի հանդիպեցին։ Միջին տարիքի, լավ հագնված մի տղամարդ սպասում էր Հրանուշի մեքենայի կողքին։ Երբ տեսավ նրանց մոտենալիս, մի քայլ առաջ արեց։ Փաստաբան Հրանուշ։ Իմ անունը Վարդան Վարդանյան է։ Ես Դավիթի հայրն եմ։ Հրանուշն անմիջապես կանգնեց Անահիտի առջ, պաշտպանողական։ Պարոն Վարդանյան, ձեր որդուն արգելված է մեզ հետ որևէ կապ հաստատել։ Եվ ենթադրում եմ, որ դա տարածվում է նա ձեզ վրա։ Գիտեմ, նա ձեռքերը բարձրացրեց խաղաղության նշանով։ Ես խնդիրներ ստեղծելու չեմ եկել։ Եկել եմ ներողություն խնդրելու։ Անահիտն ու Հրանուշը զարմացած հայացքներ փոխանակեցին։ Վարդանը շարունակեց. Ես դիտեցի տեսանյութը։ Տեսա այն ամենը, ինչ իմ որդին արեց։ Եվ ես ամաչում եմ։ Ամաչում եմ որպես հայր, որպես տղամարդ։ Ես հրեշ եմ մեծացրել, չեմ նկատել։ Աչք եմ փակել այն վարքի վրա, որը պետք է տարիներ առաջ ուղղեի։ Ինչու եք դա ինձ պատմում, հարցրեց Անահիտը, դողացող ձայնով։ Որովհետև դուք արժանի եք իմանալ, որ ոչ ամբողջ Վարդանյանների ընտանիքն է սատարում տեղի ունեցածին։ Եվ որովհետև որպես պապիկ, ես ուզում եմ երաշխավորել, որ իմ թոռը մեծանա այս թունավորությունից հեռու։ Ես պատրաստ եմ ձեր օգտին վկայություն տալ, եթե անհրաժեշտ լինի։ Պատրաստ եմ Դավիթի մասին բաներ պատմել, որոնք կարող են օգնել ձեզ այս գործընթացում։
Հրանուշը զգուշորեն զննեց տղամարդուն։ Եվ ինչու պետք է դա անեք։ Նա ձեր որդին է։ Հայր լինելը չի նշանակում սխալները պաշտպանել։ Նշանակում է դրանք ուղղել։ Եվ ես չափազանց երկար եմ Դավիթին պաշտպանել հետանքներից։ Ժամանակն է, որ նա դիմակայի ճշմարտությանը։ Հրանուշը գրպանից այցեքարտ հանեց տվեց Վարդանին։ Կապվեք իմ գրասենյակի հետ։ Պաշտոնապես կխոսենք։ Վարդանն ընդունեց այցեքարտը, շնորհակալություն հայտնեց, հեռացավ։ Անահիտը դիտում էր տղամարդու հեռանալը, դեռ վերամշակելով այդ անսպասելի շրջադարձը։ Արդյոք դա անկեղծ էր։ Թե Վարդանյանների ընտանիքի մեկ այլ ռազմավարություն էր, իրավիճակը մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Հաջորդ օրերին Վարդանը կատարեց իր խոստումը։ Դիմեց Հրանուշի գրասենյակ, մանրամասն ցուցմունք տվեց։ Բացահայտեց, որ Դավիթը միշտ վերահսկող վարք է ունեցել նախորդ հարաբերություններում, որ կային այլ նախկին ընկերուհիներ, որոնք կարող էին վկայել հոգեբանական բռնության մասին, որ ընտանիքը վճարել էր, անցյալում անհարմար իրավիճակները լրացնելու համար։ Յուրաքանչյուր բացահայտում ռումբ էր, որը պայթեցնում էր Դավիթի փաստաբանների կողմից խնամքով կառուցված պաշտպանությունը։ Անահիտը հետում էր ամեն ինչին բավարարվածության տխրության խառնուրդով։ Բավարարվածություն, որովհետև ճշմարտությունը վերջապես բացահայտվում էր։ Տխրություն, որովհետև պետք է տեսներ ապացույցը, որ այն մարդը, ում մի ժամանակ սիրել էր, ավելի վատն էր, քան պատկերացնում էր։ Նրան ուղեկցող հոգեբանը, բժիշկ Բելլան, գանգուր մազերով ջերմ ժպիտով մի բարի կին, ինտենսիվ աշխատում էր Անահիտի հետ, օգնելու նրան վերամշակել այդ ողջ հուզական փոթորիկը։ Անահիտ, սեանսներից մեկի ժամանակ մեղմ ասաց Բելլան, դու պետք է հասկանաս, որ այս ամենում քո մեղքը չկա։ Դավիթը լուրջ վերահսկողության կարեկցանքի խնդիրներ ունեցող մարդ է։ Դու զոհ ես եղել։ Եվ հիմա վերապրող ես։ Ես դա գիտեմ մտքով, պատասխանեց Անահիտը, ձեռքը որովայնին։ Բայց սիրտը դեռ ցավում է։ Դեռ ինձ հարց եմ տալիս, թե ինչ կարող էի այլ կերպ անել։ Ոչինչ, վստահ պատասխանեց Բելլան։ Դու ոչինչ չէիր կարող այլ կերպ անել, որովհետև խնդիրը երբեք դու չես եղել։ Նա է եղել։ Եվ միշտ եղել է։ Մինչ Անահիտն աշխատում էր իր հուզական վերականգնման վրա, գործն ավելի ու ավելի մեծ արձագանք էր ստանում։ Թերթերը հոդվածներ էին հրապարակում հարաբերություններում հոգեբանական բռնության մասին։ Հեռուստահաղորդումները քննարկում էին թեման։ Դավիթի Լիլիթի ուղիղ եթերը դարձել էր խորհրդանիշ, թե ինչպես տեխնոլոգիան կարող է օգտագործվել որպես զենք մարդկանց ոչնչացնելու համար։ Լիլիթը, մասնավորապես, ծանր հետանքներ էր կրում։ Ազատվեց աշխատանքից։ Կորցրեց ընկերներին։ Ընտանիքը հեռացավ։ Եվ հիմա դիմակայում էր Անահիտի կողմից հարուցված դատական գործին, հանցակցության բարոյական վնասի համար։ Հուսահատորեն փորձեց հանրայնորեն զղջալ, պնդելով, թե Դավիթի ազդեցության տակ է եղել, ասելով, որ զղջում է։ Բայց համացանցը հեշտությամբ չի ներում։ Եվ նրա ներողությունները չափազանց դատարկ, չափազանց ուշացած էին հնչում։ Դավիթը, մյուս կողմից, հանրայնորեն լռում էր։ Բայց կուլիսներում նրա իրավիճակը վատթարանում էր։ Այն ընկերությունը, որտեղ աշխատում էր, խնդրեց, որ նա հեռանա մինչ գործի լուծումը։ Ընկերները խուսափում էին նրանից։ Նրա հեղինակությունը, որը նախկինում անթերի էր, այժմ անդառնալիորեն խարխլված էր։ Եվ ամենավատը, սեփական հայրը շրջվել էր նրա դեմ։ Դավիթի Վարդանի հարաբերությունները լիովին փլուզվեցին։ Նրանց միջ վերջին խոսակցությունը տեղի ունեցավ Երանի կենտրոնի մի սրճարանում, որտեղ Վարդանը հստակեցրեց, որ այլևս չի աջակցի որդուն ֆինանսապես կամ հուզականորեն, մինչ նա պատասխանատվություն չստանձնի իր արարքների համար։ Դու ինձ հիասթափեցնում ես, որդիս, ասաց Վարդանը, արցունքոտ աչքերով։ Ես քեզ ամեն ինչ տվել եմ։ Կրթություն, հնարավորություններ, արժեքներ։ Եվ դու ընտրեցիր այս ճանապարհը։ Ընտրեցիր դաժան լինել։ Ես այլևս չեմ կարող դրա հանցակիցը լինել։ Դավիթն առաջին անգամ զգաց իր արարքների իրական ծանրությունը։ Առանց հոր աջակցության, առանց իր աշխատանքի, առանց իր հեղինակության, նա իսկապես մենակ էր։ Եվ այն վախը, որը միշտ փորձել էր ներշնչել ուրիշներին, այժմ կլանում էր իրեն։ Մինչդեռ Անահիտը մտնում էր հղիության 8-րդ ամիսը։ Սկսվեցին երեխայի գալստյան նախապատրաստությունները։ Հրանուշը տան սենյակներից մեկը վերածեց թոռան համար գեղեցիկ տարածքի, ներկված դեղինի սպիտակի նուրբ երանգներով։
Անահիտը ժամերով այնտեղ էր անցկացնում, դասավորելով հագուստները, կարգի բերելով տակտիրները, պատկերացնելով, թե ինչպիսին կլինի այդ երեխային իր գրկում պահելը։ Մի երեքշաբթի կեսօրին, մանր շորիկներ ծալելիս, Անահիտը դռան մոտ ներկայություն զգաց։ Շրջվեց, տեսավ Հրանուշին, որը հուզված ժպիտով դիտում էր իրեն։ «Դու հրաշալի մայր ես լինելու», ասաց Հրանուշը։ «Հուսով եմ», պատասխանեց Անահիտը։ «Այնքան վախենում եմ, որ չեմ կարողանա»։ «Վախը նորմալ է։ Բոլոր մայրերն ունեն։ Բայց դու ունես մի բան, որը շատերը չունեն՝ քաջություն։ Դու դիմակայեցիր ամենավատին վերապրեցիր։ Կկարողանաս դիմակայել այն ամենին, ինչ մայրությունը կբերի»։ Անահիտը զգաց, որ աչքերը լցվում են։ «Ես առանց քեզ չէի կարողանա, մամ»։ Հրանուշը մտավ սենյակ, քնքշորեն գրկեց դստերը։ «Մենք թիմ ենք։ Միշտ եղել ենք։ Միշտ կլինենք»։ Այդ գրկախառնությունը կրում էր տարիների սեր, պաշտպանություն, մտերմություն։ Անահիտն այդ պահին հասկացավ, որ թեկուզ այդքան բան կորցրած, դեռ ունի ամենակարևորը՝ նրա անսասան ներկայությունը, ով իսկապես սիրում է իրեն։ Հաջորդ շաբաթ նոր դատական նիստ տեղի ունեցավ։ Այս անգամ հայրության խնամակալության հետ կապված հարցերը քննարկելու համար։ Դավիթը փորձեց պնդել, որ ուզում է ներկա լինել իր որդու կյանքում, որ իրավունքներ ունի որպես հայր։ Բայց նրա փաստաբանը քիչ բան ուներ անելու այն ամենից հետո, ինչ բացահայտվել էր։ Դատավորը լսեց երկու կողմերին, միջանկյալ որոշում կայացրեց։ Սահմանեց, որ ծնվելուց հետո Դավիթը պետք է հոգեբանական գնահատում անցնի, պարզելու, թե արդյոք նա ունի հուզական վիճակ, առողջ կերպով հայրություն իրականացնելու համար։ Մինչ այդ, Անահիտի հետ ցանկացած շփում կշարունակվի արգելված մնալ։ Երեխայի ժամանակավոր խնամակալությունը կմնա մորը, դատական վերահսկողությամբ։ Դա մասնակի հաղթանակ էր։ Անահիտը գիտեր, որ խնամակալության համար պայքարը դեռ տարիներ կտի։ Բայց գոնե այդ պահին իր որդին պաշտպանված կլիներ։ Դատարանից դուրս գալիս Անահիտը ուժեղ կծկում զգաց։ Հրանուշն անմիջապես բռնեց նրան։ «Լավ ես»։ Կարծես թե այո, խորը շունչ քաշեց Անահիտը։ Ուղղակի մի պահ ծակեց։ Բայց օրվա ընթացքում կծկումներն ուժեղացան։ Գիշերը Անահիտը հասկացավ, որ դրանք պարզապես կծկումներ չեն։ Դրանք երկունքի ցավեր էին։ Երեխան գալիս էր։ Նախատեսվածից 3 շաբաթ շուտ, բայց գալիս էր։ Հրանուշը զանգահարեց ծննդատուն, վերցրեց արդեն պատրաստ պայուսակը Անահիտին, շտապ տարավ հիվանդանոց։ Ճանապարհին Անահիտն ամուր բռնեց մոր ձեռքը, զգալով վախի, հուզմունքի խառնուրդը։ Իր որդին ծնվելու էր։ Եվ նրա հետ միասին նոր կյանք էր սկսվելու։ Մի կյանք, որտեղ Անահիտն այլս ցավալի պատմության զոհը չէր լինի, այլ իր սեփական վերածննդի հերոսուհին։ Այդ լուսադեմին ծննդատունը լուռ էր։ Անահիտը խորը շնչում էր, փորձելով զսպել երկունքի ցավերը, որոնք գնալով ավելի ուժեղ հաճախակի էին դառնում։ Հրանուշը բռնել էր նրա ձեռքը, խոնավ շորով սրբում էր ճակատի քրտինքը, քաջալերական խոսքեր շշնջում։ «Դու շատ լավ ես դիմանում, աղջիկս։ Մի քիչ էլ։ Քո երեխան գրեթե այստեղ է»։ Անահիտը փորձում էր կենտրոնանալ մոր ձայնի վրա, օգտագործել այդ խարիսխը, անվերջ թվացող ցավի ալիքները հաղթահարելու համար։ 7 ժամ տող ծննդաբերություն։ Մարմինը հյուծված էր, բայց սիրտը լի էր մի վճռականությամբ, որի մասին ինքն էլ չգիտեր։ Այդ երեխան ամեն ինչ էր խորհրդանշում։ Ապացույցն էր, որ նույնիսկ այդքան տառապանքից հետո դեռ կյանք կա, դեռ հույս կա, դեռ սեր կա։ Բժշկուհին մտավ սենյակ, ստուգեց բացվածքը, ժպտաց։ «Ժամանակն է։ Գնում ենք ծննդաբերության սրահ»։ Անահիտը զգաց, թե ինչպես վախն ու հուզմունքը միաժամանակ պայթեցին։ Հրանուշը սեղմեց նրա ձեռքը։ «Ես քեզ հետ կլինեմ։ Քո կողքից չեմ հեռանա»։ Ծննդաբերության սրահում, վառ լույսերի տակ, բժշկական անձնակազմով շրջապատված մոր հետ, Անահիտը հավաքեց իր հոգնած մարմնում մնացած բոլոր ուժերը։ Յուրաքանչյուր կծկում մի ճակատամարտ էր։ Յուրաքանչյուր շունչ՝ մի հաղթանակ։ Եվ երբ վերջապես հավերժություն թվացող ժամանակից հետո լսեց երեխայի առաջին լացը, Անահիտը արցունքների մեջ խեղդվեց։ «Տղա է», հայտարարեց բժշկուհին, երեխային դնելով Անահիտի կրծքին։ «Գեղեցիկ տղա»։ Անահիտը նայեց այդ կարմիր դեմքին, փակ աչքերին, փոքրիկ բռունցքներին, այնքան խորը, այնքան հզոր սեր զգաց, որ մտածեց, թե սիրտը կպայթի։
Բար, սերիմ, շշնջաց նա խեղդված ձայնով։ Ես քո մայրն եմ։ Եվ ես քեզ միշտ կպաշտպանեմ։ Միշտ։ Հրանուշը կողքին էր, արցունքոտ աչքերով դիտում էր, թե ինչպես է դուստրն առաջին անգամ գրկում թորանը։ Այդ պահն այնքան մեծ կշիռ, այնքան կուտակված հուզմունք, այնքան պատմություն էր կրում։ Դա ցավի շրջանի ավարտն էր, սիրո նոր շրջանի սկիզբը։ Երեխային տարան առաջին բուժօգնության, բայց մի քանի րոպեից նա արդեն Անահիտի գրկում էր։ Նա ժամերով դիտում էր նրան, մտապահելով այդ դեմքի յուրաքանչյուր մանրուք։ Որոշեց նրան անվանել Նարեկ։ Ուժեղ, գեղեցիկ, իմաստով լի անուն։ Նարեկը կլիներ իր ուժը շարունակելու պատճառը, երբեք չհանձնվելու դրդապատճառը։ Երբ լուսադեմը բացվեց, ծննդյան լուրերը սկսեցին տարածվել։ Անահիտի ընկերները շնորհավորական հաղորդագրություններ ուղարկեցին։ Հոգեբանը, բժիշկ Բելլան, ծաղիկներ ուղարկեց։ Հրանուշի փաստաբանները հուզիչ բացիկ ուղարկեցին։ Եվ ի զարմանս Անահիտի, Վարդան Վարդանյանը նույնպես նվեր ուղարկեց թորանը, փափուկ արջուկ, ուղեկցված բացիկով, որի վրա գրված էր ընդամենը. Բարի գալուստ աշխարհ, Նարեկ։ Պապիկդ քեզ սիրում է, միշտ կպաշտպանի։ Դավիթը, իհարկե, կապ չհաստատեց։ Նրան արգելված էր պաշտպանական միջոցով։ Բայց Անահիտը գիտեր, որ նրան տեղեկացրել են ծննդյան մասին։ Եվ զարմանալիորեն տխրություն չզգաց, որ նա այնտեղ չէր։ Զգաց միայն անտարբերություն։ Այդ մարդն արժանի չէր լինել այդ սուրբ պահի մասնակիցը։ 3 օր անց Անահիտը դուրս գրվեց Նարեկի հետ վերադարձավ տուն։ Հրանուշը ամեն ինչ կատարյալ կազմակերպել էր։ Սենյակը պատրաստ էր, տունը լի էր ծաղիկներով, պատրաստի կերակուրների ցանկ կար, որպեսզի Անահիտը ոչնչի մասին չանհանգստանա, բացի երեխային խնամելուց վերականգնվելուց։ Առաջին օրերը լարված էին։ Անքուն գիշերներ, անverջ լաց, մշտական կասկածներ։ Բայց դրանք նա լի էին բացահայտումներով։ Անահիտը բացահայտեց մի ներքին ուժ, որի մասին չգիտեր։ Բացահայտեց, որ ունակ է անվերապահորեն սիրել։ Բացահայտեց, որ չնայած այն ամենին, ինչի միջով անցել էր, դեռ կարողանում է ժպտալ, դեռ կարողանում է հույս ունենալ։ Հրանուշն օգնում էր նրան ամեն ինչում, ստանձնելով տատիկի դերը բացարձակ նվիրումով։ Գիշերները կիսում էր Անահիտի հետ, օրորում էր Նարեկին, երբ նա լաց էր լինում, դստերը սովորեցնում էր մայրության բոլոր գաղտնիքները, որոնք սովորել էր տասնամյակներ առաջ։ Մոր դստեր հարաբերությունները, որոնք արդեն ամուր էին, դարձան անխորտակելի։ Մինչ Անահիտը նվիրվում էր երեխային, դատական գործընթացը շարունակվում էր։ Դավիթի հոգեբանական գնահատումն ավարտվեց, արդյունքները նրա օգտին չէին։ Եզրակացության պատասխանատու հոգեբանը հայտնաբերել էր նարցիսիստական անձնային գծեր, պատասխանատվություն ստանձնելու դժվարություն, կարեկցանքի բացակայություն, մանիպուլյատիվ հակումներ։ Նա խորհուրդ տվեց, որ եթե երեխայի հետ շփում լինի, ապա միայն վերահսկվող երկարատ թերապիայից հետո։ Դատավոր Մարթա Ավետիսյանը վերջնական վճիռ կայացնելուց առաջ վերջին դատական նիստը հրավիրեց։ Դավիթը ներկայացավ, տեսանելիորեն ընկճված։ Վերջին ամիսները իրենց հետքն էին թողել։ Նա նիհարել էր, աչքերի տակ մուգ շրջանակներ ուներ, նրան միշտ բնորոշ ամբարտավանությունը փոխարինվել էր պարտված կեցվածքով։ Պարոն Դավիթ, սկսեց դատավորը, բոլոր ապացույցները, ցուցմունքները, հոգեբանական եզրակացությունները ուսումնասիրելուց հետո ես կայացրել եմ իմ որոշումը։ Նարեկի խնամակալությունը բացառապես մնում է մորը, տիկին Անահիտին։ Դուք իրավունք կունենաք վերահսկվող տեսակցությունների, ամիսը մեկ անգամ, պայմանով, որ ապացուցված լինի, որ դուք հոգեբանական հոգեբուժական հսկողության տակ եք։ Բացի այդ, սահմանվում է ալիմենտի վճարում, ձեր ամսական եկամուտների 30%-ի չափով։ Եվ ես ուժի մեջ եմ թողնում գործող պաշտպանական միջոցը։ Դուք չեք կարող մոտենալ երեխայի մորը կամ որե ուղղակի կապ հաստատել։ Երեխային վերաբերող բոլոր հաղորդակցությունները պետք է իրականացվեն փաստաբանների միջոցով։ Դավիթի փաստաբանը փորձեց վիճարկել, բայց դատավորն անդրդվելի էր։ Որոշումը կայացված է։ Այս նիստը փակված է։ Անահիտը դատարանից դուրս եկավ, ուսերից հսկայական բեռ թոթափած։ Նա հաղթել էր։ Ոչ միայն իրավական իմաստով, այլ ամենախորը իմաստով։ Նա վերապրել էր։ Վերակառուցվել էր։ Եվ հիմա ուներ արդարադատության պաշտպանությունը, իր որդուն խաղաղության մեջ մեծացնելու համար։ Լիլիթը նույնպես ստացավ իր գործով վճիռը։
Դատապարտվեց վճարել զգալի փոխհատուցում բարոյական վնասի համար, նրան արգելվեց հանրայնորեն հիշատակել Անահիտին կամ Նարեկին։ Փորձեց բողոքարկել, բայց անհաջող։ Պետք է ապրեր իր ընտրությունների հետանքներով մինչ կյանքի վերջ։ Հաջորդ ամիսները հարմարվողականության բուժման ամիսներ էին։ Անահիտը վերադարձավ աշխատանքի, այժմ հեռավար, հավասարակշռելով մայրությունն իր կարիերայի հետ։ Նարեկը մեծանում էր առողջ, հանգիստ ժպտերես երեխա, որն իր ներկայությամբ լուսավորում էր տունը։ Հրանուշը դարձել էր աշխարհի ամենանվիրված տատիկը, միշտ ներկա, միշտ պատրաստակամ։ Վարդան Վարդանյանը կատարեց իր խոստումը՝ լինել ներկա պապիկ։ Պարբերաբար այցելում էր Նարեկին, միշտ նվերներ բերում, միշտ հարգում Անահիտի սահմանած սահմանները։ Նա անկեղծ հարաբերություններ էր զարգացնում թոռան հետ, Անահիտը սկսեց վստահել նրան։ Հուսադրող էր տեսնել, որ Նարեկը Վարդանյանների ընտանիքից գոնե մեկ դրական հայրական կերպար կունենա։ Դավիթը սկզբում փորձեց պահպանել վերահսկվող տեսակցությունները, բայց շուտով հրաժարվեց։ Պնդեց, որ նվաստացուցիչ է վերահսկվել սեփական որդու հետ ժամանակ անցկացնելիս։ Իրականում նա չէր կարողանում հանդուրժել այն հայելին, որն այդ տեսակցություններն արտացոլում էին, բացակահոր իր սեփական ընտանիքը քանդած մարդու հայելին։ Նախընտրեց ամբողջությամբ հեռանալ, վճարելով ալիմենտը, բայց հրաժարվելով շփումից։ Անահիտը, զարմանալիորեն, դրա համար տխրություն չզգաց։ Զգաց միայն հանգիստ թեթացում։ Նարեկն ավելի լավ կլիներ առանց այն հոր թունավոր ներկայության, ով չգիտեր, թե ինչպես առողջ սիրել։ Եվ նա կերաշխավորեր, որ իր որդին մեծանա իսկական սիրով շրջապատված, մոր տատիկի, ճիշտ ծով ներկա լինելն ընտրած հայրական պապիկի սիրով։ Նարեկի ծնունդից 1 տարի անց Անահիտը համաձայնեց տալ իր առաջին հարցազրույցը։ Դա մի հեռուստահաղորդման համար էր, որը քննարկում էր հարաբերություններում հոգեբանական բռնությունը։ Նա ուզում էր օգտագործել իր պատմությունը, օգնելու այլ կանանց, ովքեր նույնի միջով էին անցնում։ Նստած ստուդիայում, լույսերի տակ, Անահիտը պատմեց իր պատմությունը մի հանգստությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Խոսեց այն նշանների մասին, որոնք անտեսել էր հարաբերությունների սկզբում, աստիճանական մանիպուլյացիայի, ծուղակի օրվա, վերականգնման գործընթացի մասին։ Բայց ամենակարևորը, խոսեց հաղթահարման մասին։ Այն, ինչ ես կցանկանայի, որ մյուս կանայք իմանային, ասաց Անահիտը, ուղիղ նայելով տեսախցիկին, այն է, որ մենք մենակ չենք։ Որ կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել։ Որ ամոթը մերը չպետք է լինի, այլ նրանցը, ովքեր մեզ ցավ են պատճառում։ Եվ որ հնարավոր է վերակառուցվել, հնարավոր է նորից երջանիկ լինել, հնարավոր է ցավը ուժի վերածել։ Հարցազրույցը հսկայական արձագանք ունեցավ։ Հազարավոր կանայք կապ հաստատեցին, շնորհակալություն հայտնելով խոսելու քաջություն ունենալու համար։ Շատերը կիսվեցին իրենց սեփական պատմություններով։ Իրազեկման շարժում սկսեց աճել։ Եվ Անահիտը հասկացավ, որ իր ցավը, որքան էլ սարսափելի լիներ, կարող էր ավելի մեծ նպատակի ծառայել։ Հրանուշը դիտում էր հարցազրույցը տան հյուրասենյակից, Նարեկին գրկին։ Երբ այն ավարտվեց, սրբեց աչքերի արցունքները, նայեց թոռնիկին։ Մայրդ մարտիկ է, Նարեկ։ Իսկական մարտիկ։ Անահիտը շարունակեց իր ճանապարհը։ Վերադարձավ թերապիայի, բայց ոչ թե որպես ճգնաժամի մեջ գտնվող հիվանդ, այլ որպես շարունակական աճի գործընթացում գտնվող մեկը։ Սկսեց գիրք գրել, պատմելով իր պատմությունը, մտադրությամբ հրատարակել այն եկամուտներն օգտագործել հոգեբանական բռնության այլ զոհերին օգնելու համար։ Ստեղծեց առցանց աջակցության խումբ, որտեղ կանայք կարող էին կիսվել փորձով աջակցություն գտնել։ Նրա կյանքը, որը 1.5 տարի առաջ լիովին քանդվել էր, այժմ նոր իմաստ ուներ։ Մի իմաստ, որը կառուցվել էր եղածի ավերակների վրա, բայց նա այն բանի հույսի վրա, թե ինչ կարող էր լինել։ Մի կիրակի կեսօրին Անահիտը Նարեկի հետ այգում էր։ Տղան, այժմ 1 տարեկան 3 ամսական, իր առաջին անկայուն քայլերն էր անում խոտածածկի վրա, ծիծաղելով ամեն անգամ, երբ սայթաքում ընկնում էր։ Անահիտը ժպիտով դիտում էր նրան, սիրտը լցված սիրով։ Հրանուշը նստեց դստեր կողքին նստարանին։ Դու փոխվել ես, ասաց մայրը։ Ավելի թեթ ես։ Ավելի երջանիկ։ Այո, համաձայնեց Անահիտը։ Ժամանակ պահանջվեց, բայց կարծում եմ, վերջապես կարողացա անցյալը թողնել հետում։ Չեմ մոռացել, երբեք չեմ մոռանա։ Բայց այլս թույլ չեմ տալիս, որ դա ինձ բնորոշի։ Հիմա ես ինձ բնորոշում եմ նրանով, ինչ կառուցել եմ հետո։ Նրանով, ինչ ունակ եմ լինել։ Հրանուշը բռնեց դստեր ձեռքը։
Ես այնքան հպարտ եմ քեզնով։ Ես առանց քեզ չէի կարողանա, մամ։ Դու իմ փրկությունն էիր։ Իմ ուժը, երբ ես ոչ մի ուժ չունեի։ Մենք միշտ թիմ ենք եղել, ժպտաց Հրանուշը։ Իսկ հիմա երեքով ենք։ Նարեկը վազեց դեպի նրանց, բաց թերով, մամա գոռալով երեխայի ողջ հուզմունքով, որը բացահայտում է աշխարհը։ Անահիտը նրան գրկեց, դեմքը ծածկեց համբույրներով զգաց, թե ինչպես խորը խաղաղություն է լցնում իր սիրտը։ Այդ պահը այնքան պարզ, այնքան սովորական, իրականում արտասովոր էր։ Ապացույցն էր, որ սերը հաղթում է։ Որ արդարադատությունը, թեկուզ դանդաղ, հասնում է։ Որ հնարավոր է վերապրել ամենավատը երջանկություն գտնել մյուս կողմում։ Որ ոչ մի կին պետք չէ մենակ անցնի դրա միջով։ Անահիտի պատմությունը եզակի չէր։ Ցավոք, հազարավոր կանայք ամեն օր նմանատիպ իրավիճակներում էին ապրում։ Բայց դա նա հույսի պատմություն էր։ Մի պատմություն, որը ցույց էր տալիս, որ աջակցությամբ, քաջությամբ, վճռականությամբ հնարավոր է դուրս գալ անդունդից նորից ապրել։ Մինչ արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Անահիտը գրկեց Նարեկին Հրանուշին, կազմելով սիրո պաշտպանության շրջան։ Այնտեղ, այդ այգում, այդ կատարյալ պահին, նա հասկացավ, որ վերջապես հասել է մյուս կողմը։ Ոչ թե որպես նույն մարդը, որը նախկինում էր, այլ որպես իր ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի ամբողջական տարբերակը։ Փոթորիկն անցել էր։ Եվ հիմա, պարզ երկնքի տակ, Անահիտը կարող էր վերջապես շնչել։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Նարեկի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք, նույնացաք կամ ճանաչում եք մեկին, ով կարիք ունի լսելու այսպիսի ուղերձ, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս ճանապարհորդության մեջ։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս հաղթահարման ուժը, ապացուցում, որ մենք երբեք իսկապես մենակ չենք, երբ ունենք սեր, քաջություն։ Հիշեք, եթե դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը բռնության իրավիճակում է, դիմեք օգնության։ Կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցել։ Դուք արժանի եք երջանիկ լինելու։ Դուք արժանի եք ազատ լինելու։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեզ, կստիպի հավատալ վերածննդի։